Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նրան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք տնտեսագետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ պարոն Լևոն Բարխուդարյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Բարխուդարյան, շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Եկեք այս թեմայից սկսենք։ Վերլուծաբաններից շատերը ասում են, որ այսպիսի ձևակերպում են օգտագործում Եվրոպան արթնանում է։ Հիմա տեսնենք ինչից։ Տարբեր բաներից է արթնանում, պարզում է, ոմանք ասում են ուշաթափվում է, հակառակ ուշաթափվել է Եվրոպան, ոմանք ասում են Եվրոպան արթնանում է։ Հիմա տեսնենք այս տեսակետը։ Եվրոպան արթնանում է, ասում են վերլուծաբանները, որոշ Նա այլևս չի կարող իրեն թույլ տալ իր քաղաքակրթությունը հանձնել Թուրքիայի կողմից ֆինանսավորվող եւ ղեկավարվող արմատական իսլամիստներին, օգտագործելով նրանց որպես տրոյական ձի եվրոպական երկրներում։ Հարցս հետեւյալն է, որքանով եք իրատեսական համարում եվրոպական երկրների հաջողությունը Թուրքիայի դեմ պայքարում, ու հաշվի առնենք նաեւ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Ձեր սկզբի բառերին ես կավելացնեի, որ ավելի ճիշտ Եվրոպան երկար տարիներ նիժվում էր։ Իր հանգիստ բարձր կենսամակարդակով, ՆԱՏՕ-ն միասնական էր, եւ իրենք մի րոպե չէին մտածում, որ օրինակ թուրքական գործոնը կարող է խնդիր առաջացնել։ Իրենք ասում են փոքրամասնությունն է, շատ փոքր, շատ էժան աշխատուժ են եւ դա շատ լավ է Եվրոպայի տնտեսության համար, կձուլվեն եւ որևէ վտանգ չկա։ Հետո պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չի։ Հիշում եք, սկսած դեռ 15 թվականից Շարլի Էբդոյի հրապարակում եղած այդ դրամուսուլմանական բաներից, գրոհից, վրեժխնդրությունից եւ այլն, վերջացրած մնացած երևույթներով եւ մասնավորապես Գորժ Գայլերը դուրս եկան Ֆրանսիայի փողոցներ, թե որտեղ են հայերը, հիմա այս կանենք, ֆրանսիական ոստիկանությունը չէր սպասում։ Սկսեց խնդրել հայերին, դուք տնից դուրս եկեք, մենք իրենց հարցը կլուծենք։ Եվրոպայի համար դա հայտնություն եղավ։ Այդ թվերին էր մոտ 10 տարի առաջ, կհիշեք, որ իրենք արտաքսեցին Թուրքիայի բնապահպանության նախարարից, ով Հոլանդիան արտաքսեց, եկել եւ նախընտրական ուրեմն կամպանիա էր վարում Էրդողանի համար եւ ասում էր դուք կոչ էր անում, որ նրանք գնան քվեարկեն կամ իրենց հարազատների հետ աշխատեն եւ այլն։ Ասես դու ինչ գործ ունես իմ քաղաքացիների հետ։ Նրանք իմ քաղաքացիներն են, նրանք ինչի պիտի Թուրքիայի ընտրությունների այսպես մասնակցեն անուղղակի եւ այլն, եւ տեսան, որ դա մեծ վտանգ է։ Եղան նաեւ շատ ուրիշ դրսևորումներ, նույնիսկ երիտասարդները, սափրագլուխները վերցրեցին բիտաները, սկսեցին պաշտպանվել։ Եվ Եվրոպան հասկացավ, որ մրցակցությունում ինքն իր հել է երկար ժամանակ։ Մանավանդ վերջի տարիներին տեսան, որ կա որոշ տարբերություն Ամերիկայի Եվրոպայի քաղաքականությունների միջև, մանավանդ Տրամպի գալուց հետո, որը ասում է ամեն ինչ Ամերիկայի համար, Ամերիկան առաջին հերթին։ Եվ իրենց համար ամենամեծ խնդիրը օրինակ Մեքսիկայից էմիգրանտների գալն է, ոչ լեգալ, սահմանը փակելն է, եւ ասում է մենք երբեք չենք պատրաստվում ձեզ բոլորիդ ֆինանսավորել, դուք ինքներդ պետք է ֆինանսավորեք, եւ մենք ամեն ինչ անում ենք ամերիկյան տեսակետներից ելնելով։ Իհարկե մոռանում եմ մի բան, որ շատ ֆինանսավորելով, շատ կառույցներ, հատկապես կապված մարդու իրավունքների հետ միավորված ազգերի կազմակերպություն, ՅՈՒՆԵՍԿՕ եւ այլն, դա նաեւ ազդեցության լծակ էր Միացյալ Նահանգների կողմից շատ կազմակերպությունների միջոցով, նրանց վրա, Եվրոպայի վրա։ Հիմա նրանք ավելի միակողմանի են նայում այդ հարցին։ Եվրոպան էլ կողմնորոշում է, որ այդ դեպքում մենք ինքներս պետք է անենք։ Եվ պատահական չէ, որ բավականին երկար ժամանակ արդեն խոսակցություններ են գնում եվրոպական միացյալ պաշտպանական ուժերի ստեղծման մասին։ Տրամպը անընդհատ ասել է եւ նախորդ պրեզիդենտության ժամանակ եւ հիմա դուք պետք է ավելացնեք ձեր ֆինանսավորումը ՆԱՏՕ-ի կառույցների, ձեր բանակների, Եվրոպան էլ բնականաբար կասի մեր բանակը մեր պաշտպանությունն է, մեր ինքնությունն է պաշտպանում, դա ավելի մոտ է մեզ, քան ընդհանուր ՆԱՏՕ-ն, որտեղ նաեւ Թուրքիան է անդամ։ Թուրքիայի գործոնն է։ Կա, միանշանակ եւ շատ ագրեսիվ անդամ է, անընդհատ քննադատում է բոլորին։ Իսկ իրենք ասում են դա մերը չի։ Նա մեր դեմ է գնում, նա մեր կողմ չի։ Եվ մենք դի մեր անվտանգությունը ինքներս պաշտպանենք։ Եվ դրան շատ նպաստեց Տրամպի հայտարարությունը, որ հիմա Գրենլանդիան էլ են վերցնելու Կանադան եւ այլն։ Իհարկե ընդհանրապես հայտարարություններ, բայց դա ցույց է տալիս ինչ որ նպատակներ, ինչ որ հայտարարություններ, որոնք մոտ չեն Եվրոպային։
Եվրոպական քաղաքակրթությունը մի փոքր առանձնանում է։ Օրինակ մենք շատ մոտ ենք դրան։ Որտեւ եկեք չմոռանանք, որ 22 տարից ավել կամ ավել մենք անդադ կապի մեջ ենք եղել Եվրոպայի հետ։ Մեր նախորդ սերունդը, մյուս սերունդը, մասամբ մեր սերունդը դա չի հիշի, բնակարանը որտեղ խորհրդային միության կազմում ենք եղել, երկաթյա վարակույր է եղել, տեղյակ չենք առհասարակ ոչինչից, ինչ է կատարվում այնտեղ։ Բայց մենք դրա մաս ենք եղել եւ պատահական չէ, որ ընդամենը 1-2 տասնամյակի ընթացքում այդ կապը, այդ ներքին կապը բավականին ակտիվ ձևով վերականգնվեց Եվրոպայի հետ։ Եվրոպայի կան ժողովուրդների մոտ այդ գիտակցությունը ոչ միայն ֆրանսիացիների, այլև մնացած շատ, որ գերմանացիների, լեհերի եւ այլն եկավ նրան, որ չէ, նրանք մերն են։ Նրանք մերն են, նրանք մենք միշտ ենք շփվել։ Դարեր շարունակ այլ ամբողջ պատմությունը նայել, սկսած հելենիստական ժամանակներից, հին Հռոմ, Բյուզանդիա եւ այլն։ Մենք վերապրել ենք, շատերը չեն վերապրել, բայց մենք կարողացել ենք բավական ճկուն լինելով վերապրել, ծառայել ենք մի կողմից Պարսից շահերին, արքաներին, մյուս կողմից Բյուզանդիայի կայսրերին եւ այլն։ Եվ բանակ ենք տվել, եւ հարկեր ենք տվել, եւ ասել են հայերին լավ հանգիստ թողեք, նրանք մեզ եւ բանակ են տալիս, եւ հարկեր են տալիս եւ այլն։ Բայց դա օգնել է նրան, որ մենք վերապրենք։ Եվ մեր պապերը, նախնիները բավականին ճկուն են եղել իրենց դիվանագիտության մեջ, տնտեսական հարաբերություններում, որ մենք կարողացել ենք այդ բոլորը վերապրել։ Մեր եկեղեցին, որ պահպանել է մեր ազգային նկարագիրը, մեր մշակույթը, մեր լեզուն, մեր գրականությունը եւ այլն։ Եվ Եվրոպան դա հասկացել է։ Շատերը, ես օրինակ մի երկու դեպք գիտեմ, եւ ոչ միայն Ֆրանսիայից, որ գալիս են, ասում են, մենք մեզ զգում ենք այստեղ շատ հարազատ հին եվրոպական քաղաքակրթության մեջ այդ երկրում։ Ի տարբերություն որոշ երկրների, ես հիմա չեմ ուզում անունը տալ, որոնք Եվրոմիության անդամ են։ Եվ իրենք իսկապես ձգտում են դրան, մենք էլ ենք ձգտում։ Մենք պետք է ուժեղացնենք իմ կարծիքով արտաքին քաղաքականության մեջ այդ կողմը, ինտեգրումը եվրոպական միությանը։ Եվ այն հարցերը, որ դա 30 թվից շուտ չի լինի եւ այլն, ինձ համար մի փոքր վիճելի է։ 5 տարում չէ, 2 տարում հնարավոր է շատ բան անել։ Մեզնից է կախված։ Եթե կա ՍԵՊԱ-ի համաձայնագիրը կա։ Եթե անեն, պարոն Բարքուդարյան։ Պետք է արվի, եթե կա քաղաքական կամք, նպատակաուղղվածություն, անպայման կարվի։ Նախ պետք է մաքրել բոլոր ռուսական գործակալներից, լյուստրացիա անել, սկսած կառավարությունից վերջացրած բոլոր կարևոր օղակներում։ Նրանք անդադ խանգարում են։ Անընդհատ վերցրեք լրատվամասսայական լրատվական միջոցները, անընդհատ նսեմացնում է, որ սա չեղավ, ինչ տվեց Եվրոպան, ոչ մի կոպեկ չի ծախսվել, շատ չնչին գումար է, դա 3 միլիարդ է։ Եվ ծախսեր կան իհարկե։ Դա պետք է բաց ցույց տրվի, հրապարակվի։ Մենք անընդհատ ես ինքս միշտ քննադատում եմ կառավարությանը նրա համար, որ դանդաղ տեմպերով է ծախսերը գնում։ Այդ նույն Սյունիքի ճանապարհները ամբողջովին պետք է գցել այդ ֆինանսավորման տակ եւ հետո ասել գիտեք 300 միլիոն եւս չի երի։ Հաստատ այդ գումարը կգար նորից։ Միանգամից շատ առատաձեռն ձևով Եվրոպան, մասամբ դա Միացյալ Նահանգները հայտարարեցին այդ մասը։ Հիմա պետք է դա շարունակել։ Մենք այն վիճակում ենք եւ այնպեսի մի կիզակետում ենք շահերի, որ շատերը մեծ հաճույքով ստեղ ներդրում կանեն մեծ դոնորների նկատի ունեն։ Եվ դա բխում է նաեւ հենց առաջի հերթին Եվրոպայի շահերից։ Իսկ ով ասեց, որ իրենք չեն ուզում ընդհանուր սահման ունենալ Իրանի հետ։ Այդպես չէ, իրանք լավ շահեր ունեն այդտեղ։ Եվ դա նաեւ վերաբերում է էներգառեսուրսների արտահանմանը Հայաստանի միջոցով եվրոպական երկրներ։ Իրենք շատ չեն վստահում ոչ ռուսական կողմին, ոչ թուրքերին, որոնք խաղում են քաղաքականությունը խառնվում է տնտեսության հետ։ Խաղում են դրա վրա։ Այս առաջի հատվածը, որպեսզի ամփոփենք, հասկանանք, փաստորեն հարց է բարձրացվում, եթե ես չեմ սխալվում, կներեք մեջբերումը ձեռքից տակ չէ, Վենսն էր, որ Մյունխենում հայտարարությունների մեջ նաև այդպիսի հայտարարություն արեց, այստեղ արդեն ասեց եվրոպական եւ ամերիկյան մեր քաղաքակրթությունները վերականգնելու խնդիր ունեն։ Նա էր թե նա չէ, կներեք թող ների ինձ հեռուստադիտողը ես մոռացել եմ, համենայն դեպս այդ ձևակերպումները արդեն կան։ Մեր քաղաքակրթությունը
վերականգնելու, արդեն ոչ թե պաշտպանելու, վերականգնելու խնդրի մասին են խոսում։ Եվ դուք նշեցիք այդ, որ հիմա խոսում են ՆԱՏՕ-ն կկազմաքանդվի, նոր ՆԱՏՕ 2 կկառուցվի կամ Եվրոմիությունը, եվրոպական երկրները, այստեղ Թուրքիան, եվրոպական երկրները, եթե այդպիսի ռազմական կառույց ստեղծեն, Թուրքիան չի մտնի այդտեղ, ճիշտ է։ Համարյա վստահ եմ դրանում, եւ ստեղծման մեջ Թուրքիայի գործոնը բավականին կարևոր խթան կլինի, որ առանց Թուրքիայի լինեն, առանց Եվրոպայի ՆԱՏՕ-ն էլ կկազմաքանդվի ըստ էության։ Բայց Եվրոպան գնում է այդ ուղղությամբ, եւ դա մեզ շատ ձեռնտու է։ Եվրոպան պետք է ունենա իր զինված ուժերը միացյալ, որոնք ապահովեն իր անվտանգությունը, այդ թվում նաև ակտիվորեն կներգրավեն մեր անվտանգության համակարգի։ Հիմա որքանով է իրավիճակը այնպես դասավորվել, այո, որ վերադասավորումներ են գնում, դա բոլորն են տեսնում, այդտեղ ոչ մի նորություն չկա, եւ խոսում են այն մասին, որ ահա Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Հյուսիսային Կորեա արդեն միացավ, հա, դա ինչ որ մի ճակատ, մի ճամբար լինի եւ Եվրոմիությունը դառնա մի ուրիշ ճամբար, որքանով է դա դրա մասին կարելի է խոսել, թե դա պարզապես խոսել միշտ կարելի է ցանկացած թեմա։ Դուք չնշեցիք Չինաստանը։ Դե Չինաստանը ես որպես առանձին մրցակից Չինաստանը մտնել է այս ճամբարների մեջ, թե դա առանձին ճամբար է։ Ռուսաստանին ուզում են որպես բուֆեր օգտագործել Չինաստանի դեմ։ Մեր մեջ ասած, եթե խելոք լինեին, դա կանային 2000-ականների սկզբին։ Երբ լրիվ Պուտինի քաղաքականությունը Ելցինից հետևելով գնում էր դեպի արևմուտք, փորձում էր համագործակցել, նույնիսկ դիմում էր ՆԱՏՕ-ին անդամակցելու, պետք էր օգտագործել, պետք էր շարունակել ներդրումները եւ պահպանել իրենց տեսակետից եմ ասում, որպես բուֆեր չինաստական էքսպանսիայի դեմ։ Դա չարեցին, փորձեցին անդադելի հին սառը պատերազմի գեղեցիկ ավանդույթներով Ռուսաստանին վնասել, նսեմացնել, գցել եւ այլն, Ռուսաստանի մոտ զարթնեց կայսերական քաղաքականությունը, այն տղաների բաներն չէ, դες գաղափարախոսություն։ Ահ դուք ճուզեցիք ինձ հետ ընկերություն անել, դե հիմա կտեսնեք, ինձ ինչ եղան։ Եվ այդպես գնաց։ Ուկրաինայի դեպքերը եւ սկսեցին։ 2007-ից հետո այդ մերժումները եղան, երբ Մյունխենի ճառը եղավ այդ Պուտինի, սկսեց ավելի ագրեսիվ պահվածքը։ Եվ գնացին Ուկրաինան գրավելու, որ սա ռուսական տարածքի խորհրդային միությունը վերականգնվում է։ Այդպես չի լինում։ Արդեն անցել է այդ ժամանակները։ Կայսրությունները պետք է վերջնականապես փլուզվեն։ Եվ հենց առաջին հերթին այդ քաղաքականությունը ձեռնտու չի նույն ռուս ազգին կամ Ռուսաստանում ապրող ժողովուրդներին։ Ինչի մասն է խոսքը։ Հետևաբար մենք այլ ընտրանք էլ չունենք։ Ռուսական կողմնորոշումը ինչու ավարտվեց, մենք բոլորս ականատես ենք։ Դա մեզ համար։ Հիմա մենք բևեռների մասին ենք խոսում։ Հիմա բազմաբևեռության այս թեման։ Դա չի ձևավորվել։ Վերջնական չի ձևավորվել։ Չինաստանի հարցն է ուզում եւ այնուամենայնիվ նորից նայենք Թուրքիան որտեղ է լինելու։ Ինչպիսի դիրքորոշում կա զբաղեցնի Հնդկաստանը, ինչպիսի դիրքորոշում։ Նույն Ռուսաստանը, որ ասում եք Հյուսիսային Կորեայի հետ միասին, մի քիչ դժվար եմ պատկերացնում, բայց բնական է, որ իննպաստ Հայաստանի չի լինելու։ Մենք դա տեսել ենք ամբողջ պատմության ընթացքում։ Նաև այսօրվա տեսակետից, այսօրվա լույսով մենք սկսում ենք մեկնաբանել այն բոլոր երևույթները, այն բոլոր իրադարձությունները, որ տեղի ունեցան 1920-21 թվականներին։ Երբ զոհ տրվեց թուրքերին, որպես առևտրի մանրադրամ, մեր հայրենիքի կեսը, այն ինչ որ մնացել էր, նույնիսկ եղեռնից հետո, Խարսի մարզը եւ այլն եւ այլն։ Եվ դրանք թուրքերի հետ կիսեցին այդ բոլորը։ Մեր հաշվին իբր թե իրենց հետ լավ հարաբերություններ էին ուզում ձևավորել, թուրքերը խաբեցին ռուսներին եւ դարձան ուղղին ճշտամի ՆԱՏՕ-ի անդամ եւ այլն։ Նույնը կատարվեց բառացիորեն, նույնը Ալիև-Պուտին հարաբերություններով։ Ասես այ կտաս ինձ Ղարաբաղ, այն ժամանակ եւ կդնեմ ՀԱՊԿ-ի անդամ եւ Եվրասիական տնտեսական միության եւ այլն։ Տվեց ոչ մի բանի անդամ չանդամակցեց։ Ռուսները կատաղած են, չգիտեն ինչ անեն, բայց առանձնապես չեն ճնշում, որովհետեւ նա գնում է իրենց գազը, որպես իր գազ արտահանում է, վերարտահանում է դեպի Եվրոպա, Եվրոպան դա լավ գիտի, բայց լրացություն է պահում, որտեւ իրեն ձեռնտու է դեպի տականած։ Կարելի ասել, որ Թուրքիայից կախվածությունը մեծ է Ռուսաստանի։ Բավականին մեծ է, բայց ինձ թվում է իրենք մի քիչ տնտեսական առաջինը, աշխարհագրական դիրքը, որպես հարավային հաբ, ամբողջ էներգոռեսուրսների արտահանման,
նեղուցներն են Թուրքիայով անցնում, Ռուսաստանի համար կարևոր նշանակություն է, թուրքերեն գիտեն այդ առավելության մասին եւ դրան ընդհանուր շեշտադրում են դա։ Բայց ռուսները միայն կորցնում են Թուրքիայի հետ հարաբերվելով, ճիշտ է արտաքին առևտուրը շատ մեծ թվերի է հասնում, բայց իրենք պետք է հասկանան, որ դա իրենց վրա շատ թանկ է նստում։ Տեսեք, ժեստեր են անում Թուրքիային, 26 միլիարդ մոտավորապես ծախսեցին Ակկուի ատոմակայանը կառուցելու համար, ոչ մի ցենտ հետ չեն ստանալու, ինչի մասն է խոսքը։ Հիմա այդ բոլորը արժեր դրան, ինչքան արժեցան այդ գազամուղները եւ այլն, որ կառուցեցին, առաջին Ադրբեջանը դրանից օգտվեց։ Ինչքան գազ ուներ, դրանով արտահանեց, մնացած փոքր մասը տվեց ռուսներին։ Հիմա շատ թանկ է իրենց վրա վաճառում այդ ռուսական գազը առնելը եւ որպես ադրբեջանական արտահանելը Եվրոպա, որտեղ սանկցիաների տակ է Ռուսաստանը։ Ես լավ բան չեմ տեսնում նույն Ռուսաստանի համար։ Թուրքը առաջին վերջին հաշվով իրեն խաբում։ Բայց ռուսները դա չեն հասկանում։ Կամ այլ հնարավորություն, այլ ընտրանք չունեն։ Այդ դա ուրիշ հարց է։ Բայց դա մեր հաշվին չպետք է լինի։ Մինչև երբ։ Մեր հասարակությունը շատ ավելի թափ է հիմա նայում։ Եկեք չհամատենք մի դարվա առաջվա իրավիճակի հետ, հիմա ինտերնետ դարաշրջան է, բոլորը տեղեկացված են, շատերը լավ կրթություն ունեն եւ այդ բոլորը հասկանում են։ Եվ այդ ոգով այդ լույսի ներքո նայում են նաեւ այն բոլոր իրադարձությունները, որ տեղի ունեցել 1 դար առաջ։ Հետևաբար մենք այլ ընտրանք չունենք։ Մեր ընտրությունը միանշանակ եվրոպական քաղաքականություն է, հին քրիստոնեական եվրոպական քաղաքականություն։ Դե ասում են Եվրոպան հիմա իր գլխի ջարը չի կարողանում տեսնել։ Դուք ինչու եք նայում դեպի եւ հիմա տեսեք ազգայնական ուժեր են գալիս իշխանության Եվրոպայում։ Եվրոպան արտանում է եւ շատ ավելի լավ իմաստով նկատի ունեմ ագրեսիվ քաղաքականություն է վարելու, թե տնտեսական ոլորտներում եւ թե ռազմաքաղաքական, որը շատ մոտ է մեզ եւ իրենք պատրաստ են մեզ ռեալ օգնություն ցույց տալու եւ ձեռք մեկնելու։ Տեսեք, նույն զենքի մատակարարումն է արվում, մեծ կրթական վերապատրաստման ծրագրեր անում, ոչ միայն Ֆրանսիան։ Նույն գերմանացիների լեհերը, որոնք շատ մեծ տեսակարարքշիռ ունեն այդ դիտորդների մեջ, ամենամեծը գերմանական կոնտինգենտն է, հետո լեհերն են, ֆրանսիացիներն են, բայց ֆրանսիացիները նաև ուրիշ շատ ծրագրեր են իրականացնում Սյունիքում։ Ինչի մասն է խոսքը։ Եվ դա խոսում է աջակցության մասին։ Առաջին հերթին իրենց շահերի մասին։ Եկեք այդ շահերից խոսենք։ Հիմա աջակցությունը արվում է շահերից ելնելով։ Դա Կովկասում իրենց ներկայությունն է ակտիվ, այդ նույն ճանապարհների, որոնք պետք է անցնեն հավանաբար Հայաստանում, նկատի ունեմ նաև գազամուղ, նավթամուղ եւ այլն, թե Իրանից եկող, թե Թուրքմենստանից եկող, որ թե տնտեսապես է ավելի ձեռնտու, եւ թե իրենք հակված են մտածելու, որ Հայաստանում կայունության հասնելը հնարավոր է։ Միակ գործոնը թուրք-ադրբեջանական դաշինքն է մեր դեմ, այն էլ ընդհանուր առմամբ հաղթահարելի է։ Ինչպես։ Դրա համար պաշտպանում են Հայաստանը, որ որևէ այլ լուծում չլինի եւ իրանք սկսեն տուժել դրանից, որ առևտուր չկա։ Հետո եթե բավականին ուժեղ ճնշում լինի Միացյալ Նահանգներից եւ Եվրոմիությունից, կարծում եմ Թուրքիան եւ Ադրբեջանը տեղիք կտան։ Դրա խանգարում է նա, որ մենք դեռևս հապ կանդամ ենք, Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ ենք։ Տեսեք ուր է հասել։ Լինելով Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ եւ հապ անդամ լինելով, որ մենք պարտավոր ենք, եթե դրսից զենք են գնում, այդ զենքը ցույց տալ իրենց մանրամաս ասել։ Իրենք ասել են դա չենք անում եւ տալիս են բավականին ժամանակակից զենք։ Տեսեք ուր է հասել, արդեն հստակ ցույց են տալիս շահերի միասնությունը։ Բայց մենք որ առաջ պիտի դուրս գանք եւ դա շատ կնպաստի դրան, նույն հապկից։ Եվ ասենք, բացեք ճանապարհները։ Մենք էլ պիտի պահանջ տնենք մեր գործընկերների առաջ, չէ՞։ Բայց մենք էլ մեր հերթին քայլեր պետք է անենք, որ այդ պահանջները հիմնավորված լինեն։ Մենք պետք է ապացուցենք, որ մենք գալիս ենք այդ ուղղությամբ։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք շատ ավելի ակտիվ քայլեր ենք անում Եվրոմիության անդամակցության ուղղությամբ։ Այն բարեփոխումներով, որ կա ամբողջ ՑԵՊԱ համաձայնագրով եւ մնացած պատետով։ Իրենք դա հստակ պետք է տեսնեն։ Նոր սկսել են խոսել, որ արժե առանձին փոխվարչապետ ունենալ կոորդինացնող, համակարգող Եվրոմիության հետ տարվա հաշտակները։ Այս խոսակցությունը կարող է դերձրվի եւս կես տարի։ Վերջ ուշանում ենք։ Այո, պետք է լինի առանձին փոխվարչապետ, որ դրանով զբաղվի։
նախարարություններում դինեն ստորաբաժանումներ, որ հատուկ ձևով պետք է զբաղվեն այդ բարեփոխումներով, որը ձեռնտու է մեզ։ Անկախ անդամակցությունից, դա այն բարեփոխումներն են, որը մեզ պետք է։ Թե կառավարման օպտիմալացման, թե դատաիրավական համակարգում, առևտրում, արտաքին եւ այլն։ Եվ պետք է արագ հասունացնել գնալ այդ ուղղությամբ։ Դա տեսնելով Եվրոպան կակտիվացնի իր աջակցությունը Հայաստանը։ Դեռևս դա չտեսնելով, չունենալով ցանկությունը միայն տեսնելով եւ բնական է իրեն շահերը հաշվի առնելով 3 միլիարդ գումար ստացանք։ Այդ գումարը ստանալու խոստումը ստացանք ամեն դեպքում։ Առաջիկա 3-4 տարի։ Ես վստահ եմ 3 տարում այդ գումարը օգտագործելու դեպքում 3 տարին անցել է արդեն։ Մեզ նորից գումար կտային։ Երբեք չէին թողի առանց ֆինանսական աջակցության։ Բայց մենք շատ пассив ենք։ Պասիվ ենք, թե կաշկանդված ենք, թե վախվորած ենք։ Նորից Ռուսաստանի Երկու գործոններ կա, ճնշումները կան ռուսական կողմից, շատ ռեկլամվում է, որ Եվրասիական զարգացման բանկից վերցրեցինք 100 միլիոն, հետո էլ կարծեմ 150 միլիոն այդ քաջարանի թունելի համար, ենթակառուցվածքների համար, ոչինչ չի ասվում, որ 6-700 միլիոն միայն Սյունիքի ճանապարհների համար էր նախատեսված Եվրոմիության տված այդ ֆինանսական օգնությունը։ Ինչի դրանից չենք օգտվում։ Ինչի չենք ասում, գիտեք, սա ավարտել ենք, մենք էլ որոշ չափով կհամաֆինանսավորենք, լրացուցիչ օգնության կարիք ունենք, որ ամբողջ մայրուղիները կարողանանք կառուցել նաև ապահով ձևով, որ Ադրբեջանի սահմանով անպայման չանցնի եւ այլն։ Ինչի չեն անում դա։ Գիտեք, այնպեսի տպավորություն որ պետք է երուզեր լիներ, մենք տեսնեինք այդ երուզերը, այդ ակտիվ աշխատանքը։ Արդեն այդ մայրուղին պետք է սարքեինք եւ իրանական մեքենաները ազատ պետք է գնան, որտեվ կան ուժեր, որ չեն նպաստում, որ արագ ձևով դա արվի։ Ես հասկանում եմ, կան տեխնիկական բարդություններ, տեղանք ռելիեֆը բավականին բարդ է, բայց այդ բոլորը հաղթահարելի է այսօրվա տեխնիկան նկատի ունենալով։ Դա պետք է արվեր։ Կամ գիտեք, ստեղ արել ենք այս տեխնիկան կամ այս ամրանները, այս կառույցները, այս սարքավորումները մենք չունենք, խնդրում եմ դրանք տվել։ Այդ մասին ոչինչ չի ասվում։ Եվ չի հայտարարվում բաց հրապարակային ձևով, տապանցիկ ձևով։ Ինչու՞։ Որևէ պետական գաղտնիք կա, չեմ կարծում։ Ավելի շատ խոսում են զենքի մասին, քան զինատեսակների, քան կարևոր ստրատեգիական ճանապարհի մասին։ Եվ մեր հարևաններն էլ կտեսնեն նույն Իրանը, որ Հայաստանը տեսեք ջանք չի խնայում, որ այս կոմունիկացիաները ապահովի, այս մեծ հնարավորություն տա ավելացնելու մեր արտահանումը դեպի Վրաստան, Սեպսով, այնտեղից Եվրոպա եւ այլն։ Այո, կարող են լինել շատ ակտիվ տրանզիտ։ Կան շեշտադրումներ նույն տնտեսական քաղաքականության մեջ, որը պետք է անպայման ապահովի, որովհետեւ մենք ճիշտ հասկանանք։ Դա բխում է մեր շահերից։ Բխում է։ Մեր հարևանները կամ միջազգային հանրությունները դա գիտեն։ Բայց հետո հարց է տալիս, իսկ ինչի են пассив հայերը, ինչի չեն անում։ Հա, Ռուսաստանն է ճնշում որ չանեն։ Եվ իրենք ենթարկվում են այդ ճնշումներին։ Բա մենք ո՞նց ներդրումներ անենք Հայաստանում։ Բա մենք ո՞նց Հայաստանի վրա մեր շեշտադրումը դնենք, մեր հույսերը կապենք, եթե ամենափոքր բանից նույն տնտեսական պրոյեկտներում իրենք ռուսական ճշմարտ են եւ չեն կարողանում ազատվել դրանից։ Մենք խոսում ենք պետական ծրագրերի մասին, չէ՞։ Այո, հիմնականում։ Նաեւ մասնավոր պետություններ կարող է, չէ՞, կանաչ լույս վառել այդ շատ մասնավոր ծրագրերի համար։ Այստեղ դժվար է շատ մեծ ներդրումներ սպասել, որովհետեւ մասնավոր ցանկացած ներդրում կապիտալը ունի իր ընդհանուր ավելի շուտ պետական տենդերների պետք է մասնակցել, հա, երևի։ Ռիսկերի մենեջմենտը եւ այլն, քանի դեռ խաղաղության համաձայնագիր չկա, ապա շրջապակում չկա, շրջապակված է, շատ դժվար է ստիպել խոշոր ինվեստորներին հարյուրավոր միլիոնավոր դոլարների ներդրումներ անել, որտեղ դրա ժամանակ է պահանջում, հետո պետք է աշխատի տրանսպորտային բոլոր կոմունիկացիաները, այդ ապրանքը արտահանվի, այստեղ գումար գա եւ այլն։ Այդտեղ մի քիչ ռիսկային է։ Բայց մենք ամեն ինչ պետք է անենք արագացնելու համար նաև խաղաղության պայմանագիրը այդ առումով։ Եվ անում ենք։ Ես վստահ եմ, որ այդ ուղղությամբ Հայաստանի կառավարությունը աշխատում է։ Բայց երևի պետք է ավելի ճկուն աշխատել։ Ավելի ուժեղ դաշնակիցներ պետք է ունենան, որոնք արդեն չկասկածեն Հայաստանի ընտրության մեջ եւ վերջնականապես ուժեղացնեն իրենց ճնշումը Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա։ Նրանք շարունակում են չգնալ երկխոսության, որովհետեւ առավելագույնը փոկեն Հայաստանից։ Միջանցք փոկեն, Զանգեզուր փոկեն, այս փոկեն, այն փոկեն։ Չէ, դա չի լինելու։ Նրանք չեն գրավելու Հայաստանը, նրանք մեր տարածքի հողերը, որը որ գրավել են, պետք է հետ վերադարձնեն։ Արցախի ժողովրդի պահանջը արդար է, եւ նրանք պետք է ապրեն իրենց հողի ջրի վրա, այդ իրենց հողի վրա։ Այդպես չի։ Եվ արևմուտքը պատրաստ է մեզ աջակցելու։
Այդ նույն դատական հայցերը մենք հերթով սկսում ենք հաղթել եվրոպական մարդու իրանքների դատարաններով ամենտեղ։ Դրա համար են որպես նախապայման դնում, որ պիտի հայցերը հանենք։ Բարի ձեզ։ Այստեղ մարդու իրանքների հարց կա։ Ոչնչացրել եք ժողովուրդ, խաղաղ բնակչության բռնաճնշումներով արտահանել եք, էթնիկ ստումներ եք արել, ինչը դրա համար պատասխան չեք տալու։ Դուք դեռ չկայիք եւ այդ ժողովուրդը ապրում էր այդ տարածքում եւ իրենց հայրենիքներ։ Այդպես չի լինում։ Դե դա կապել են խաղաղ պայմանագրի կետերից մեկն Չէ, են պետք չի կապել։ Իսկ մենք պետք է ասենք չեն կապում։ Կամ ինչ են շարունակում, եւ պետք է սա փոխեն, եւ նա փոխեն, եւ սահմանադրություն փոխեն կամեջ։ Ես հասկանում եմ, իրենք տեղ ունեն խոսելու, ասեն, այդ էս քո մոտ էս հղումը հրճակագրին, որտեղ գրած է Արցախը պետք է առնի դա ռեալ վտանգ է մեզ համար եւ այլ եւ այլ։ Բայց դե մյուս կողմից էլ մենք էլ արժանապատվություն ունենք, չէ՞։ Ես հասկանում եմ, այդ ուղղությամբ քայլեր են փորձում անել, բայց մենակ էլ պիտի պայմանը դնեն, որ ձեր ոդկը չլինի մեր տարածքի մեջ, այդ 240 կիլոմետրից պիտի դուրս գաք։ Պիտի տակ մեծ փոխհատուցումներ են ընտանիքներին, որ ոնց էթնիկ զտում եք արել եւ նրանք ստիպված տեղահանվել են։ Մի հատ լսեք ադրբեջանցիների ցանկացած հարցազրույց տարբեր լրատվամիջոցներին։ Վերջին հակատերորիստական օպերացիայի արդյունքում հայերը գնացին, ես չի մասնա խոսքը։ Մեզ տերորիստներ են համարում, երեխաներին, կանանց, որոնք նրանք իրենց թույլ տվեցին ռմբակոծել ծննդատունը եւ ոչ մի պատասխան չտվեցին դրա համար։ Այրել անտառը, հետո ասել, որ Հայաստանը մեծ վնաս է հասցրել Ադրբեջանի էկոլոգիային։ Լկտի սուտը իր չափը պետք է ունենա։ Սկսեցին նոր հասկանալ նույն Եվրոպայում, որ Թուրքիայի Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բավականին հիմնված է կեղծիքի եւ սխտի վրա։ Ես նկատի ունեմ մեծ վարչակարգերում, հիմա ժողովրդի մասին չի ստեղ խոսքը, ուզում ճիշտ հասկանալ։ Բայց այդ քաղաքականությամբ են գտնում, երևի շատ տեղերում հաջողել են, դրա համար շարունակում են այդ ձևը։ Տեսեք վիճակը ինչպես էր, ինչպես էին կաշառել Եվրոպարլամենտի պատգամավորներին։ Այդ հարցը բարձրացվեց, քննարկվեց Եվրոմիությունում, Եվրոպարլամենտում։ Եվ իրենք այլևս չեն տրվի այդ տիպի խայծերի։ Բայց դա ժամանակ է տանում, մենք ենք վճարում դրա համար։ Դրա համար պետք է ուժեղացնել մեր կապերը, մեր համագործակցությունը եւ իսկապես ընտրել մեր ռեալ դաշնակիցներին, որ իրեն շահերից էլ է բխում։ Նույն Չինաստանի համար կարծում եք իրեն շահերից չի բխում, որ այս միջանցքը այսպես ասած չբացվի։ Շատ լավ է բխում է, որտեղ իրենք գիտեն, որ ոչ մի լավ բան թուրան գաղափարից իրենք չեն սպասում։ Դրա համար շատ պինդ հիմնավորվել են Կենտրոնական Ասիա եւ այնտեղ էլ խալիները փռած չեն սպասում, թե ադրբեջանցիները թուրքերը եփ են գալու, հատկապես ադրբեջանցիներին առանձնապես չեն ընդունում։ Ղազախստանը ինքը ամբիցիաներ ունի դառնալու թուրքական աշխարհի ղեկավար եւ այլն, եւ Չինաստանի արդեն ձեռագիրը զգացվում է Ղազախստանի շարժումներում, Չինաստանը շատ է շտապում այդտեղ եւ այդ ընտեղներ, որտեղ ռուսները դուրս էին եկել։ Հիմա խոսում են, արդեն ուշացում են, որ դա ռուսական տարածք է եւ այլն։ Չինացիները բավականին ագրեսիվ են, ես հասկանում եմ, բայց իրանք թուրքերի դեմ են։ Նշանակում է իրենք կողմ են մեր հետ աշխատելու, մեր միջոցով փորձելու իրականացնել արտահանումը իրենց արտադրանքի, իսկ ինչու ոչ։ Իրենք կողմ են դրան։ Իհարկե արեցին քայլեր, որ մենք իրենց երբեք չենք ների։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից եւ հանեցին են բանաձև, որ մեզ համար շատ ձեռնտու էր, համարում էր հումանիտար աղետ եւ ՄԱԿ-ի զորքերը խաղաղապահ պատերազմի ժամանակ պետք է մտնեին եւ կանխեին արարողություն։ Մենք շատ կշահենք դրանից։ Բայց Ռուսաստանի խնդրանքով Չինաստանը գնաց դրան։ Ինքներս շահերը ուներ, չէր ուզում եվրոպական ներկայություն ստեղ երևի։ Բայց հիմա պետք է դրա հետ հաշվի նստի։ Դե հիմա էլ եվրոպական ներկայության հարց կա, հնարավորության հարց կա։ Հիմա հնարավորությունը ավելի շատ է, որտեղ դիտորդները արդեն ստեղ են։ Ժամանակ չկա։ Չինաստանը որպես ես ասացի առանձին բևեռ, որովհետև էլի շատ վերլուծությունների արդյունքում գալիս ես տեսնում ես, որ մարդիկ պտտվում են նույն գաղափարի շուրջ, որ այս Թրամփ-Պուտին, չգիտեմ, մեղրամիս ասենք, թե բանակցային ջերմություն, իդեպ իրենք Անկարայում, Թուրքիայում 3 հանդիպեցին
Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը եւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկվեց եւ շատ գոհ ու երջանիկ էին եւ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը հարցը այն է սա արվում է Չինաստանի գործոնը հաշվի առնելով ասում են որ Միացյալ Նահանգները այսպիսով Ռուսաստանին փորձում են պոկել Չինաստանից Ну Ռուսաստանը կպացել չի Չինաստանին Չինաստանը ինքն է օգտագործում Ռուսաստանին էժան ռեսուրսներ գնելու առումով եւ այլն այն բավականին խելոք են լավ հաշվում են բայց այդ ջերմությունը մասնակիորեն է ձեր հետ համաձայն եմ կապված է այդ նույն գործոնի հետ բայց պետք չի խაფել այդ արտաքին անտուրաժով այդ ջերմություն հարաբերությունների վերականգնումը դա պետք է գործնական առումով է պետք բայց դա չի նշանակում որ Տրամպը զիջել է ինչ-որ բան Ռուսաստան ինչ է զիջել կարող եք ասել շարունակում է աջակցել Ուկրաինային արդեն ստորագրեց կարծեմ Զելենսկիի հետ այսօր է ստորագրելու չի ասեցին նախաստորագրած է արդեն այսօր բայց ստորագրելու է այդ հազվագյուտ մետաղների հետ կապված ցանկավայրերին մարչելի բայց Ռուսաստանն էլ այնտեղից է ասում մենք էլ ունենք մերին էլ էստի համեցեք դե ավարտի է պատերազմը Ուկրաինայի հետ կհամենանք հրադր կմտածենք նա ասած չի գնում բայց Զելենսկին տվեց քայլը արեց որ քայլը արեց պատասխան կլինի այսպես թե այնպես այնպես որ շատ ռեալ շահերի մասն է խոսքը գնում Իդեպ Հայաստանն էլ ունի այդ հազվագյուտ մետաղներից երեք ես լսում էի հարցազրույցը Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եւ նա նույնիսկ տեղանշեց Քաջարանի մոտ, Ագարակի մոտ, որտեղ այդ մորիդենի հանքավայրերն են, կա այդպիսի տեղեր, որ դեռ չեն շահագործվում, բայց այդ հազվագյուտ մետաղները կա, ինչու՞ չէ, մենք էլ կարող ենք առաջարկել։ Ինչու՞ չէ, նույն եվրոպացիներ կարող են առաջարկել, որ նրանք էլ համապատասխան առավելություններ ունենան շուկայում։ Մենք դա տեսնենք եւ տեսնենք ինչքանով է նրանք աղքյացնել նկատմամբ։ Առայժմ այդ ուղղությամբ է գնում երկխոսությունը, դա կարելի է։ Իմ տվարությունը այդպեսին է ամենադեպս։ Իրենք մեզ վստահում են։ Խորհրդային միությունը քանդվելուց տարիներ անց դեռ չկար այդ վստահությունը։ Իրենք համարում են Կրեմլի մարդիկ, ռուսական մարդիկ, որը ավելի այդպես էր, քան այսօր։ Բայց հետո սկսեցին համոզել, որ չէ, դա այն էր։ Ախր այս են հայերն էին, որոնց հետ մենք միշտ շփվել ենք, աշխատել ենք, եւ մանավանդ այս պատերազմից հետո իրանք տեսան, թե ինչի բերեց մեր դաշինքը Ռուսաստանի հետ։ Իրանք իսկույն եւ օգտվեցին առիթից եւ նաեւ տեսան, համոզվեցին, որ հայերը էլ երբեք չեն դաշնակցել ռուսների հետ։ Որտեղ այդ երկու դարյա դաշնակցությունը բերել է նրան, որ մենք շատ անգամ նաև կորցրել ենք, շահել ենք, դա մի ուղղությամբ ճանապարհ չի եղել իհարկե։ Նույն Արևելյան Հայաստանում իրենք շատ հայերի բերեցին, Իրանից տեղափոխեցին Գրիբայեդովի ժամանակ հիշում եք, Հայաստան մոտ 150,000 հայ, որը շատ մեծ թիվ էր ժամանակ։ Ամրապնդելու համար ես դիրքերը բնականաբար քրիստոնեական ժողովրդերի վրա են հենվում։ Ցարերի իշխանությունը չէր հենվում մուսուլմանների վրա, քրիստոնյաների վրա էր հենվում։ Բայց նաև հետո բոլշևիկները մեծ սիճումների Այդ Եվրոպան, որ ասում է եւ Միացյալ Նահանգները նույնպես որ իրենց քաղաքակրթության մասին են սկսել խոսել այդ մենք ինչից որ սկսեցինք մեր այսօրվա զրույցը երևի թե գովազդային դադար հայտարարեմ այնուհետև վերադառնանք եւ այս մասին խոսենք Հայաստանը դիտարկվում է այդ քաղաքակրթության իրենց հիմքերի մասնիկներից մեկը թե ոչ ինչպես եք կարծում ընդհանրապես Հայաստանը դիտարկվում է թե ոչ վստահ եմ գովազդից հետո այս մասին խոսենք Սիրելի հայրենակիցներ, գովազդեմ հայտարարում եթերում, եթե հեռախոսազանգեր լինեն, անպայման կլսենք, ընդունենք եւ կլսենք ձեզ գովազդի եթերում։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252 Jackpot
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ.am էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք պարոն Լևոն Բարխուդարյանի հետ ենք խոսում, տնտեսագետ։ Պարոն Բարխուդարյան, գովազից առաջ հարց բարձրացրեցի այդ քաղաքակրթության մասին, որ խոսում են եվրոպացիները եւ ամերիկացիները։ Արևմուտքը ասում է, մենք պետք է վերականգնենք մեր քաղաքակրթությունը։ Հայաստանը այդտեղ դիտարկվելու է, դիտարկվում է, տեղ ու դեր ունի, մասնիկ է այդ քաղաքակրթության։ Կարծում եմ, որ այո։ Նախ դիրքը Հարավային Կովկասում, ինչպես ամբողջ պատմության ընթացքում է եղել սահմանագծին խոշոր կայսրությունների եւ այլն խոշոր ռեգիոնալ մեծ խաղացողների գեոպոլիտիկ միջավայրում։ Երկրորդ, Հայաստանի հետ աշխատել ավելի կայուն է իրենց համար։ Դե Ադրբեջանը միտեղ բռնապետություն է, պլյուս նույն թուրքերն են, Թուրքիայի ազդեցությունը սարսափելի մեծ է եւ իր վրա որևէ ձևով ներգործելու հնարավորությունը շատ ավելի պակաս է։ Իրեն շահերի ձեռնելով, նաեւ փոխադարձ շահերի ձեռնելով, բայց այդ վտանգը կա Թուրքիայի գործով։ Վրաստանում միատարր չէ, եւ մահմեդականներ կան շատ, եւ Թուրքիայի ազդեցությունները, Ռուսաստանի ազդեցությունները ավելի ուժեղ, տեսակ ինչքան խաղադրույքներ արեցին Վրաստանի վրա, հետո սարսափելի հիասթափվեցին։ Մենք չէինք սպասում, որ այսքանից հետո կարող է Իվանիշվիլին գալ իշխանության եւ պրոռուսական օրենքներ ընդունել, որը երբեք հնարավոր չէր Հայաստանի պարագայում։ Հասկանում եք։ Եվ տեսամ միատարր երկիր է Հայաստանը։ Իր հնագույն պատմությամբ, հնագույն կապերով, նոր չի որ դա պիտի ստեղծվի։ Իրենք ավելի սկսեցին մեզ վստահել այդ ֆոնի վրա։ Մեր ռիսկերը ավելացան։ Նույն Վրաստանով ճանապարհներով եւ դրա համար 8 ջրի նման մեզ իսկապես պետք է Թուրքիայով ճանապարհ բացվի դեպի Եվրոպա։ Պլյուս նաեւ դեպի մեր զավոր արևելքի երկրներ եւ շատ է պետք։ Եվ Հայաստանը իսկապես կդառնա կենտրոն կամ կվերածվի Խաչմերուկի, ինչպես կառավարության ծրագիրներ ասում եւ այլն եւ այլն։ Շատերը վախենում են այդ Խաչմերուկից։ Պետք չի վախենալ։ Պետք չի վախենալ, պետք է ուղղակի ավելի ճկուն լինել, ավելի շատ աշխատել, ավելի մրցունակ ապրանք արտադրել։ Եթե կառավարելի լինի այդ Խաչմերուկի ելումուտքը, դա Իսկ ինչի չպետք է լինի։ Մեր սուվերեն տարածքը չէ։ Մեր մաքսատունը չէ։ Մեր սննդային անվտանգության, այլ անվտանգության ծառայությունները չեն, մեր սահմանապահները չեն կանգնելու։ Վերջ, մեզնից է կախված։ Հակակոռուպցիոն քաղաքականությունը մեծ դեր ու նշանակություն ունի։ Եվ այդտեղ մեծ դեր աշխատող նշանակությունն է աշտարակների բացացումը։ Հնարավոր չի, այսինքն թխվածքաբլիթի եւ մտրակի քաղաքականությունը պետք է զուգահեռ արվի։ Չեք կարող միայն պատժելով, բայց աշտարակ չտալով հասնել կոռուպցիայի վերացման։ Եվ միևնույն ժամանակ չեք կարող շատ մեծ աշտարակ տալով, բայց անպատժելիության միջավայրով հասնել կոռուպցիայի վերացման։ Երկուսը զուգահեռ եթե լինի, լավ կաշխատի։ Շատ լավ կաշխատի։ Օրինակները շատ կան։ Հիշում եք Լի Քվան Յուն, նախկին
Սինգապուրի վարչապետը որ Հայաստան էր եկել, հստակ ասաց այդ բոլորը։ Իրենք հենց այդ ճանապարհով են գնացել եւ դրա համար այսօր ունեն Սինգապուր։ Ամբողջ աշխարհում հայտնի մի փոքր տարածք։ Մենը կարող է Հայաստան լինել եւ մեծ պոտենցիալ կա դրա համար։ Այ ժողովուրդը ստեղծագործ է, աշխատող է։ Մեծ առավելություն ունի դա։ Դու կարծում ես պատահական էին տեղակայված Հայաստանում պաշտպանության նախկին խորհրդային միության պաշտպանական արդյունաբերության ենթաճյուղերի շատ գործարաններ, էլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, էլեկտրատեխնիկա, այլն։ Ինֆրակարմիր նշանառության սարքեր էին արտադրվում Սուզանավերի համար։ Այդ բոլորը գաղտնիք է, չեն ասում, երկու բան ուղղակի հետո հրապարակեցին, լուսագնացի ահագի մասը ստեղ էր արտադրվում։ Գյուլզադյանի լաբորատորիան էր աշխատում դրա վրա։ Եվ դա պատահական չէր։ Այս չի նույն բանը Ադրբեջանում կամ Կենտրոնական Ասիայի Հանրապետությունում։ Դե մենք անդադ հիշում ենք ինչ է եղել, այո, շատ հզոր։ Չէ, ուզում ասեմ կարողություններ կան, եւ հիմա էլ կան։ Թող չխաբվեն, թե բոլոր մարդիկ գնացել են, այլևս չկան։ Այդ բոլորը շատ հեշտ մասսայական ձևով Ինչու կարող է մենք վերականգնել։ չունենք նորից վերականգնվող արդյունաբերություն։ Նախ չունենք ճանապարհ։ Արդյունաբերությունը պահանջում է այդ ապրանքի արտահանում եւ նաեւ ներմուծում հումքի նյութերի եւ այլն։ Մենք չենք կարող դա անել։ Մենք ցանկության պարագայում չենք կարող վերականգնել կաուչուկի արտադրության նայրիտ։ Որտեւ այդ ամբողջը պահանջում է շատ մեծ տրանսպորտային ծախսեր եւ հնարավորություններ։ Ինչի մասն է խոսքը։ Բայց մենք շատ հանգիստ կարող ենք աշխատել եւ միկրոէլեկտրոնիկայի գծով, որը մեր տրանսպորտային այսպես ասած ծանր բաներ չի պահանջում։ Եվ ինչպես տեսնում եք, աշխատում ենք բավականին հաջող IT-ի գծով, ծրագրավորման գծով եւ այլն, որտեղ արտահանումը տեղի ունենում մի կոճակի սխմելով, համակարգչի, ինտերնետով։ Եվ դա լրիվ հնարավոր է դարձնում ստեղի աշխատանքը։ Հազարավոր մարդիկ աշխատում են այդ ոլորտում։ Եվ դա եկամուտներ է բերում։ Ուղղակի կառավարության անելիքը այն է, որ շատ կանխատեսելի դարձնի մակրոտեսական քաղաքականությունը եւ վարիվերումներ կուրսերի հետ կապված ինչպես եղավ չլինեն։ Այդ պատճառով հազարավոր մարդիկ լքեցին Հայաստանը, որ եկել էին ռելոկանտները Ռուսաստանից եւ աշխատում էին։ Դրա մի կուրսը հենց բարձրացավ, իրենք սկսեցին 25%-ով ավելի ֆինանսավորել, որովհետեւ նույն մարդկանց նույն աշտավարձը դա, աշտավարձը դրամով էր, իրենք ֆինանսավորում էին դոլարով։ Բողոքեցին, կառավարությունը եկամտային հարկի դրույքաչափը իջեցրեց այդ խոշոր ընկերությունների համար 20-ից 10%, բայց միևնույն է չփոխանցեր արդեն ուշացած որոշումը։ Իսկ հետո կայունացավ կուրսը։ Ինչ հնարավոր չէր դա կայուն պահել։ Հասկանալի է ինֆլյացիոն ռիսկեր կային, մեծ ներհոսք եղավ դոլարների, ոչինչ։ Ավելի լավ էր 3-4-5%-ով ավելի տոկոսանքետով ավելի ինֆլյացիա, ծաղաճ է լիներ, քան թե կուրսի այսպիսի փոփոխությունը։ Դա շատ խփեց մեր արտահանմանը։ Եվ դա եղել է տարիներ շարունակ։ Սա անպատասխանատու քաղաքականություն է։ Թե այդ կուրսի տատանման վրա փող են աշխատում եւ Միգուցե եւ չեն աշխատում, ես հիմա նկատի ունեմ, առաջ աշխատում են իհարկե։ Չէ, հիմա եմ ասում։ Հիմա չգիտեմ, կարող է, բայց դա չէ ինչ որ հատուկ պատճառների մասին եմ։ Տարբեր պատճառներ կային։ Օրինակ 2002-ից հետո, երբ որ որոշեց կենտրոնական բանկը մի քիչ կուրսը բարձրացնել, որ հակաինֆլյացիոն քայլ լիներ, դա շատ դուր եկավ օլիգարխներին, որոնք ներկրմամբ էին զբաղված, ասացին մի հատ լայելի իջացրու։ Կուրսը հիշում եք 580-ից իջավ մինչև 305։ Այո։ Դա կարգվածահար է։ Արտահանողներ փակեցին իրենց։ Պարոն Բարխոդարյան, մենք խոսում ենք այդ մասին, եկեք այսպիսի մի թեմա բարձրացնեմ։ Տնտեսությունը այդ կաշառակերություն կամ կոռուպցիա ենք ասում, ստվերային տնտեսություն, ցեցի նման ուտում է տնտեսությունը, ճիշտ է, միշտ եղել է այդ խնդիրը ամենայն դեպս խորհրդային յետխորհրդային շրջանում, խորհրդային միության փլուզումից հետո մենք դեռ մինչև հիմա խոսում ենք այդ մասին, որ կոռուպցիայից պետք է ազատվել, ստվերային տնտեսությունը պետք է գոնե նվազի, չգիտեմ, վերանալ որքանով է դա հնարավոր։ Հիմա հարցնում եմ, ինչ է պետք, կամ դուք տեսնում եք, որ Հայաստանը
30 տարուց ավել է, քանի 35 տարի է արդեն ինչ խորհրդային միությունը չկա, այդ հին մտածելակերպը, մենտալիտետը երևի թե պետք է վերապրածելնենք եւ նորը լինի, պետական մտածողություն լինի, այդ ստվերից դուրս գա Անշուշտ դա շատ կարևոր է։ տնտեսությունը, Դա շատ կարևոր է, բայց կարևոր է կոռուպցիոն կապերը նվազեն, լինեն գործարար կապեր։ Քաղաքականություն անել, քաղաքականությունը չպետք է այդ առումով խառնվի տնտեսության, լրիվ համաձայն եմ ձեր հետ։ Բայց բացի դրանից պետք է շատ ավելի մտածված տնտեսական, օրինակ նույն հարկային քաղաքականություն արել եւ այլն։ Տեսեք ինչի առաջ է կանգնել, որ իմ ասում են շրջարկը բարձրացրեցին, շատ վատ է։ 5-ից 10%։ Հա, բայց ինչի շրջարկ առաջացավ առհասարակ։ Ինչ կատարվեց 2000-ականների սկզբից ամեն իշխանություն, որ գալիս էր, ասում էր հիմա մեծ արտոնություններ պիտի տանք փոքր բիզնեսին, նպաստենք դա զարգացման, որ հետո ձայներ ստանալ, հասկանալի։ Բայց դա բերեց նրան, որ սկսեցին աշխատել շրջարկով միկրոձեռնարկություն, որը հարկ չկա ըստ միակ ցուցանիշը, որ շրջարկ վճարողը հաշվետվության մեջ դնում է, դա իր իրացման ծավալն է, մի ցուցանիշ է, որը հաճախ կեսն է ցույց տալիս կամ պակաս է ցույց տալիս այդ հայտնի պատմությունը ՀԴՄ ապարատների հետ, կտրոն տալու չտալու հետ եւ այլն, էլի մասսայական խախտում է։ Հիմա որ բարձրացեցին 10% դրանով ինչ որ նպաստեցին, որ դա պակաս է, այո։ Թույլ են տալիս, որ այդ նվազեցումներով նաեւ տոկոսը հարկը իջնի։ Այդ 10%-ը կարող է դառնալ 1-2%, սենց ասենք։ Թող դառնա 3%, դա արդեն հաշվանցումներից ինչի հիմա։ Եթե դու ցույց ես տալիս, որ դու ձեռք ես բերել թղթով այդ ապրանքը, Այո։ պայմանագիր ունես, ինքը հաշիվ ապրանքագիր ներկայացրել, դու փոխանցել ես եւ այլն, այդ մասով սկսում է հարկային բազայից հանել։ Եվ դրույքաչափը պակասում է դառնում։ Լավ, այդ խթան է։ Խթան էր նա, որ անցան 5000 դրամներից այդ վարձու աշխատողներին եկամտային հարկը, անցան նորմալ 20%-ի, ինչպես մնացածները։ Բայց հիմա վերցրեք գինու գործարանը, օրինակ մեծ, որը ավելացված արժեքի հարկ վճարող է եւ այլն։ Եվ գյուղացու, որը ընդհանուր խաղող է մտերում։ Նա ստանում է 15-20 միլիոն դրամ, ենթադրենք ունի 2 հեկտարով։ Վճարում է, չգիտեմ, 100 թե 2000 դրամ հարկ։ Ու հիմա մի քիչ ավել, բայց տարեկան։ Հիմա ավելացված արժեքի հարկի, ակցիզի եւ այդ բոլոր հարկերի ամբողջ ծանրությունը գնում է գինու գործարանի վրա, որտեղ ինքը հարկային հաշիվ չի ներկայացնում, որ այդքան խաղող է մտերել, որտեղ ավելացված արժեքի հարկը այսքան է, որ տարբերությունը վճարի բյուջե։ Հարկից երբ որ հանում է 0, մնում է ամբողջ այդ հարկի գումարը, որը ընկնում է ամբողջ ծանրաբեռնվածությունը նույն գինու գործարանի վրա։ Հասկանում եք։ Այսինքն հարկման արդարության սկզբունքի խախտում է։ Անգրագիտություն։ Սա Մի քիչ քաղաքականություն որ արվել է, հիմա էլ դրանց սովորել են, ասում են, ինչ եք անում։ Կան խոշոր գործարաններ, որ կարող են բաժանվել 7-8 մասի, դառնալ շրջարկ վճարող։ Հետո ինչ է նշանակում շեմը ավելացված արժեքի հարկի հասցնել մինչև 115 միլիոն դրամ։ Հիմա դուք ասեք 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը, փոքր բիզնեսը տարեկան։ Մանավանդ Հայաստանի պայմաններում։ Միայն ոչ։ Բայց իրենք չեն վճարում ավելացված արժեք։ Հնայի 1%-ից պակաս է շրջարկը բյուջեում, եթե նայում ենք։ Նորից հետ են գալիս, ինչ որ բան, այն ինչ որ դուք հիմա ներկայացրեցիք, այդ հարկերի բարձրացում կամ ինչ ցանկացած միջոցառում, որ արվում է։ Արդար լինի հարկային դաշտը, որ այդ տարբերությունից չօգտվեն նրանք, ովքեր ուզում են խուսափեն հարկ վճարելուց, այդ պարտավորություններից եւ այլն։ Պետք է հավասար լինի դաշտը։ Չի կարելի երկու տարբեր մեխանիզմներ կիրառել։ Մարդիկ գնում են այնտեղ, որտեղ հարկը պակասում է, շատ բնական է։ Հասկանում եք։ Եվ մենք խնդիր ունենք բյուջեի համալրման, բավականին մեծ։ Այո, փոքր բիզնեսին պետք է օգնել եւ այլն։ Ու խնդիրը գիտեք որն է, երբ որ ես այդ մասին խոսում եմ, շատերին թվում է, որ ես կառավարությանն եմ պաշտպանում։ Ոչ։ Ես զուտ խոսում եմ ֆինանսիստի տեսակետից։ Պարոն ֆինանսիստ, հանրային ֆինանսների տեսակետից։ Գործարարի տեսակետից նայեք, երբ որ հարկը գործարարին հիմա որ հարկը բարձրանում է, բնականաբար պետք է բողոքի ասի, ես ինչ արեցիք։ Ոչ միայն բայց այդ նվազեցումների հնարավորությունը կա։ Այո, որովհետև ես էլ կուզենայի մի հատ խորանալ, տեսնել դա ինչ նվազեցում է, գուցե մենք տեղյակ չենք, լավ չի։ չի։ Դե կա, այդ մանրամասը դա շատ ասվել է եւ այլն, բիզնեսը շատ լավ գիտի։ Այսօր հիմնականում պայմանագիր են կնքում նրանց հետ, ովքեր պայմանագրով փոխանցող են աշխատում թղթով։ Վերջ, հարցը լուծվում է։
Փոխադարձ հանրշվանցման Բոլորը արդեն իսկ տեսնում այն ծառայությունը կարողանում է այդպիսի փոխադարձ։ Այո, այլ հարց է, որ շրջարկից կային գործունեության ոլորտներ, որոնք հանվեցին շրջարկ վճարով աձել լինելու իրավունքից, ոչ բոլոր ոլորտերին է դատում։ Իրավաբանական խորհրդատվությունը եւ այլն, իրավաբանական ծառայությունները, այնտեղ շարքը կա օրենքում, որը հասկանալ են, նրանք բավականին եկամտաբեր լուրջ ոլորտներ են։ Եվ նրանք նորմալ ռեժիմով հարկվում են։ Դուք ասում եք այս հարկերի բարձրացումը դա ոչ թե վնասում է, այլ չի հարվածում, այլ կօգնի տնտեսությանը։ Եթե ճիշտ Եվ գրագետ ստվերից դուրս բերելու համար է այո, պետք է ստվերից դուրս գալ, պետք է հարկը վճարել եւ շատ վստահ որպես օրինապահ հարկատու պահանջել նույն կառավարությունից, նույն իշխանության մարմիններից, որ նրանք էլ ավելի լավացնեն տնտեսական կարգավորումները, առևտրի սահմանափակումները հանեն եւ այլն։ Հոգեբանությունը նույն եվրոպական երկրներում, ցիվիլ աշխարհում, այլ է։ Նա դուրը բացում է ցանկացած կառավարության, ասում է օրինապահ հարկատու եմ, էսի չեք անում։ Ես ո՞նց եք դուք աշխատում։ Ես դա տեսել եմ իմ հանդիպումների ժամանակ։ Դե դա էլ այդ դեկլարացիայի հաշվին է նա իրեն հարկատու զգում եւ հիմա դա էլ դեկլարացիան այո, դա պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի։ Մեր մոտ որ խախտում են, քիչ են վճարում, ուրեմն մեկին կաշառք են տալիս, ով բռնեց նրան են տալիս։ Սկսում է իշխանավորները դարել նրանց հրամայող։ Դուք որ կաք եւ ապրում եք, դա իմ շնորհիվ է եւ այլն։ Այդ հոգեբանությունն է սկսում գերիշխել, հասկանում եք։ Դա չպետք է լինի։ Ես շատ տեղեր ներկայ եմ եղել երկխոսությանը բիզնեսի եւ կառավարության։ Բիզնեսը ասում է, ինչ եք անում, հələ մի հատ որոշեք։ Նույն Կանադայում իրենք ինքնաթիռ են պատվիրում, տանում են կառավարությունից մարդիկ, որ դռներ բացեն իրենց համար։ Ասում են, մենք ենք ձեզ պահում։ Մեր հարկերով եք դուք աշխատավարձ ստանում։ Պետք է ծառայեք նույն բիզնեսին, նույն ժողովրդին։ Հարկատուի կեցվածքը արդեն փոխվում է։ Փոխվում է նաև հոգեբանությունը հասարակության մեջ։ Պետք ծառայող դառնում է իսկապես ծառայող բառին է համապատասխանում։ Մենք այդ ուղղությամբ պետք է գնանք, ինչքան շուտ ենք հալնով։ Եվ այնինչ արվում է, դուք տեսնում եք, որ դեպի այդ ուղղությունը ընդհանուր առմամբ այո, այդպես է։ Կարելի է թվարկել ինչ-որ այլ ուղղություններ էլ, բայց ընդհանուր առմամբ ես դա սխալ չեմ համարում։ Բարի, մենք ունենք հեռախոսազանգ, ես հիմա այժմ չեմ տեսնում, 1 վայրկյան հետո ես նորից կտեսնեմ։ Մենք կլսենք մեր հայրենակիցներին այս թեմայի շուրջ ինչ զանգը լինելը, վերջին իմ հարցը, պետության մասնակցությունը որքանով պետք է լինի այս գործարար մեր միջավայրում։ Պետությունը պետք է շատ լավ բաց դաշտ ստեղծի գործարար ներդրումների համար, պետք է դրանք խրախուսի, տարբեր լծակներ կան, անուղղակի ավելի շատ։ Օրինակ չկա տարածաշրջան, հատկապես ռեգիոնալ քաղաքականությունը համայնքների մակարդակով, պետության անհրաժեշտությունը ներգրավելու շատ մեծ է։ Այդ կարողությունները դեռևս լրիվ արմատավորված չեն նույն համայնքներում, բայց դա կարող է բերել, բայց չկա մի համայնք, որը չունենա ինչ-որ մի հարաբերական առավելություն։ Մեկը լավ բնական ռեսուրսներ ունի, մեկը լավ արոտավայրեր ունի, մյուսը հանքային ջրերով է, հարուստ մյուսը ներքով եւ այլն։ Պետությունը պետք է օգնի ֆինանսավորի, որպեսզի այդ հարաբերական առավելությունները հստակ դառնան ծրագիր կամ գոնե բիզնես առաջարկ։ Եվ պետք է հարթակ ստեղծի ներգրավելով ներդրողներ այդ արտասահմանից, որպեսզի այդ բիզնես առաջարկները նայեն եւ համապատասխան պայմաններ ստեղծի։ Տեղեր կա, որ պետք է գնալ պետություն մասնավոր ոլորտ համագործակցության ճանապարհով եւ պետությունը կամ համայնքը որոշակի համաֆինանսավորում է անում, որոշակի ներդրումներ է անում եւ դա հեշտացնում է դրսից ներդրողներ ներգրավելը, որովհետեւ կիսում է ռիսկերը իրենց հետ։ Այսպիսի ճանապարհներ շատ կան։ Այս անուղղակի կամ նաեւ ուղղակի մասնակցությունը պետության շատ եմ կարեւորում, որպեսզի ներդրումներ ներգրավել, որպեսզի բիզնեսը գա, որպեսզի ճանաչելի դարձնի։ Իսկ մենք տեսնում ենք, որ մեր պետությունը մտածում է այդ ուղղությամբ, թե նա միայն հարկ հավաքող է։ Չէ, մտածում է, բայց ոչ ակտիվ։ Ես շատ ցանկանայի հարկ հավաքող։ Չէ, մտածում է, կան կառույցներ, փոքր ՊՄԶ աջակցության կառույցներ եւ այլն, բայց պետք է ավելի ակտիվ աշխատեն։ Չի երևում, այդ ծրագիրը հստակ չի երևում։ Նույն համայնքների հետ աշխատել, դրսի հետ կապել։ Ընդունենք հեռախոսազանգ մի քանի րոպե ունենք։ Այո, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Ես չգիտեմ ով է գուլա, բայց մի երկու ինքը բաները բերել, փաստը իվարուն որ քիչ խնդրալու է։ Նախ ասեմ Արցախի հարցի վերաբերյալ։
Եթե խոսում է, որ արցախցիները պիտի վերադառնան, ու չի նշվում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե մարդիկ վերադառնան։ Խոսքերին ագեմար հիմա ձեր հյուրը ինքը կվերադառնա Արցախ, եթե այնտեղ դա լինի Ադրբեջանի։ Եղավ երկրորդ հարցը, որովհետև քիչ է ժամանակը։ Էլի հարց ունեք, թե երկրորդ հարցը կախված է, որ հյուրը ասաց, որ մենք ճանապարհներ չունենք։ Լրիվ դեզինֆորմացիա է։ Հայաստանից միլիոնավոր տոննաների հանքաքար է հանում։ Եթե ճանապարհ չկա, իդի ո՞նց է գնում։ Երրորդ հարցը շատ կարևոր է։ Փաստորեն Թուրքիայի հետ ճանապարհ բացելը Հայաստանի տնտեսությունը կվերացնի ուղղակի։ Իսկ այդ հանքային հանքային արտադրությունը Հայաստանում ընդհանրապես պետք է վերջացվի։ Հայաստանը այնքան մեծ երկիր չի, որ առանցնել Երևանում ոչ չկա շնչելու։ Հիմա ուզում եք սաղ շրջանները շնորհակալություն։ Հասկանալի է։ Առաջինը վերադարձ, ինչ պայմաններով վերադարձ։ Ես ասացի, որ արցախցիները պետք է ապրեն Արցախում։ Իհարկե շատ լավ կլինի, որ լինի Հայաստանի մաս, բայց իրենք կվերադառնան այն դեպքում, եթե լինեն միջազգային երաշխիքներ, միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք կապահովեն իրենց անվտանգությունը։ Բնական է, որ Ադրբեջանի անվտանգային ուժերին չպետք է դա վստահել։ Ես հատուկ դա չնշեցի, որտեղ Դե հերոստատիտողը պայման է դնում, ասում է, ինչու չեք ասում, որ չպետք է լինի Ադրբեջանի կազմում Արցախը։ Այդ մասի շատ են ասել, ժամանակին վերամիավորվում, Միայն այդ դեպքում երևի թե արցախցիները հստակ կվերադառնան միայն գոնե այն դեպքում, եթե լինեն միջազգային խաղաղապահ ուժեր, որոնք ապահովեն անվտանգությունը ապահովված լինի։ Երկրորդը ճանապարհներ չկա ասում են դուք։ Ճանապարհներ հա արտահանվում է, կներեք, հանքաքարը կամ խտանյութը բավականին ձեռնտու ապրանք է եւ բնական է որ կարտահանվի։ Ես չեմ ասում որ ճանապարհ չկա առասարակ։ Բայց մի բան է, երբ որ դու արևելքից եւ արևմուտքից լրիվ շրջապակված ես, եւ կա երկաթգից միջև Վրաստանի նավահանգից լավագույն դեպքում։ Մի այլ բան է, որ այդ ճանապարհով դու կարող ես ուղարկել այդ նույն ֆուրը Եվրոպա եւ 30 ժամ հետո բացել կենտրոնական Եվրոպայի ցանկացած քաղաքում։ Լրիվ տարբեր բաներ են։ Ինքնարժեքը տրանսպորտային ծախսերի նվազում է մոտ 30%-ով։ Ինչի մասն է խոսքը։ Թուրքիայի հետ ճանապարհի բացումը հերոստատիտողը համարում է, որ դա ավերիչ կլինի Հայաստանի հետ։ Ես չեմ համարում, Թուրքիան ինչ է Եվրոպայի չի աշխատում, մաքսային միության անդամ է եվրոպական։ Ավերել է Եվրոպայի տնտեսությունը։ Դա լուրջ չի։ Դա ավելի շատ խոսում են այն մարդիկ, որոնք ռոպագանդում են այն գաղափարը, որ եթե վաղը դուք կտրվեք ԵԱՏՄ-ից կորացեք, իսկ եթե Թուրքիայի սահմանը բացեք, Թուրքիան ամբողջովին կկլանի Հայաստան, այլևս Հայաստանը ոչ մի արտադրություն չի ունենա։ Դա բացայց սուտ է։ Ուղղակի աշխատում են դրանով հիասթափեցնել ժողովրդին, ապակողմնորոշել եւ այլն։ Բոլորի հետ էլ պետք է առևտուր անել։ Նույն Ռուսաստանի հետ էլ։ Նույն Թուրքիայի հետ էլ, բայց Թուրքիան օգտագործել նաև մերձավոր արևելք երկաթգծում գնալու համար։ Այսպես հանդիպակաց հարց տամ, Իրանից մեզ մոտ սահմանը բաց է եւ Իրանից մենք շատ ներմուծում ունենք։ Դա ինչ որ ձևով խոչընդոտել է կամ ավերել է մեր տնտեսությունը։ Ավերել է։ Եվ վերջին հարցը ասում է հումքային արտահանումները հերիք է դուք հումք դուրս բերեք Հայաստանից։ Հումքային երկիր համարեք Հայաստանը, որ անդադ հումքը պետք է դուրս բերվի։ Գիտեք, մեկը մյուսին պետք չի հակադրել կամ ասել հա կամ այս այլընտրանք ունենան։ Նայել։ Այո, ես էլ եմ կողմնակից, որ պատրաստի արտադրանքի տեսակարակշիռը մեծ է։ Ժամանակը դուրս է եկել, բայց ես ընդունեմ հեռախոսազանգ։ Այո, լսում եմ ձեզ։ Այո, բարեձեզ, շնորհակալ եմ շերհաղորդում եւ հյուրին հարցաշատիչն երկու հարց ունեմ։ Առաջինը երեք տեսեցի պարոն Շիրինյան էր խոսում, որ մենք մեծ հողատարածքներ ունենք, մեծ արևոտավայրեր ունենք, որ անտեր է մնացած, չմշակում, որը եւ սահմանի մոտիկա։ Մենք պետք է արևմուտքին գնանք եւ ամբողջ աշխարհի ժողովրդը հայություն իմանա, որ Հայաստանը ապահով է եւ կարողանան բիզնեսներ բերեն եւ կառավարությունը օգնի։ Ձեր հարցը, սիրելի հայրենակից։ Բաներում օգնի մարդիկ կան, փող դնի եւ զարգացնի, բոլորի իմանան ապահով է հետ վերադառնան։ Թող լինի։ Երկրորդը պետք է մեր ինձ մի րոպե ժամանակ դուր։ Երկրորդ հարցը լսում եք։ Այո, արագ մի քիչ։ Այո, լսում եմ։ Պետք է որ թող
թող մեր ժողովուրդը այդ վախի վիճակից հանեն, որ Ալիևը Թուրքիան ասեն են ասում, են ասում, բոլորը խոսում են, որ մենք հզոր բանակ ունենք, մեր մինչև անգամ Պարսկաստանի դեսպանատես մենք պատրաստ ենք հիմայակայելու որևէ հարձակման, մենք ունենք արևմուտքի պաշտպանություն, ոչ պաշտոնական, բայց մարդիկ Շնորհակալություն, հասկանալի է։ Պետք է ժողովուրդը իմանա, որ երկրից դուրս գալու մասին չմտածի եւ արևմուտքը օգնի, եւ մենք ունենք մոտ 20,000 բանակ, եթե սխալեն թողնի 3 միլիոն բանակ Հայաստանում ունենք կամավոր, 3 միլիոն Ռուսաստանում 8-10 միլիոն, եթե 25% կա 1/4 անմա չորս։ Շնորհակալություն, պարզ է։ 10% մի րոպե, 10% 1.5 միլիոն մենք բանակ ունենք, մենք ժողովուրդը իմանա, մենք հզոր ենք, մենք կրող ազգ ենք, մենք եղել ենք զոր չենք ունեցել, բանակ չենք ունեցել, հաղթել ենք Ադրբեջանին, մենք հիմա հզոր բանակ ունենք, նվիրված գեներալ։ Շնորհակալություն, կներեք, պետք է անջատեմ, որովհետև արդեն դուք պատմում եք ինչ հիմա առաջինը թող ապահով լինի եւ մարդիկ կան եւ այդ մշակեն այդ անմշակ տարածքները, որի մասին Պաշինյանն էր ասում, եւ երկրորդն էլ վախից նրանք իրար հետ փոխկապակցված են, վախի վիճակից վախի մթնոլորտը թող անցնի, առաջինը թող ապահով լինի Հայաստանը եւ երկրորդը թող Բնական է, այդ նույն խաղաղության պայմանագրի մասին, որ այսքան խոսում եք, իհարկե սահմանամերձ շրջաններ, երբ որ ճանապարհները բացվեն, խաղաղության պայմանագիր լինի, սկսեն շատ ավելի ակտիվ ներգրավել տնտեսական շրջանառության մեջ եւ արտահանել իրենց արտադրանքը։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ես բոլոր ցանկություններին միանում եմ, միանշանակ։ Բայց այն ինչ որ ասում են, որ այ թուրքերի հետ էսպես կրնի եւ այլն, դրանք են ապոլոգետներն են եւ են ցանկացողները, որ ցանկանում են միայն Ռուսաստանի հետ մեր կապը լինի։ Վախացնում են թուրքերով, որ այ տեսեք թուրքերը ձեզ կուտեն, դուք տնտեսություն չեք ունենա, եթե կտրվեք ԵԱՏՄ-ից եւ այլն, դա բացահայտ սուտ է։ Նույն ԵԱՏՄ երկրների հետ մենք հանգիստ ելի կշարունակենք առևտուրը, ինչը միայն ԵԱՏՄ երկրներ են իրար մեջ առևտուր անում։ Նույն Թուրքիա օրինակ է, միշտ բերել է, որ ամենաագրեսիվ ՆԱՏՕ-ի անդամն է, 56 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունի Ռուսաստանի։ Դա պետք չի մեկը մյուսով վախացնել, հակադրել եւ այլն։ Մեր ժողովուրդը թող հասկանա, որ բոլորի հետ էլ կարող ենք առևտուր անել, բոլորի հետ էլ կարող ենք համագործակցել եւ շատ լավ տեմպերով զարգանալ։ Այլ կերպ ասած դուք ասում եք, եթե ԵԱՏՄ-ից անգամ դուրս գանք առևտուրը ԵԱՏՄ անդամների հետ, շատ հանգիստ կարող է շարունակել, դա պայմանավորված չէ։ Առաջ ԵԱՏՄ-ի անդամ ենք, էլի առևտուր կար չէ։ Շնորհակալ եմ, պարոն Բարխուդարյան, զանգերից երևաց ցավոք ես ուշ սկսեցի ընդունել, ավելի շուտ հաջորդ անգամ կսկսեմ ընդունել, որովհետև զրույցը ավելի ձեզ հետ շատ ավելի հետաքրքիր հարցեր են ուզում պարզել մեր դիտողները։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ էիք։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով զանգահարեց եւ ում հեռախոսազանգը ես չկարողացա ընդունել, ներող եղեք։ Խոստանում եմ, որ պարոն Բարխուդարյանը եւս մի երկու շաբաթ հետո ես մեկ անգամ եւս կհրավիրեմ, եթե դուք ընդունեք հրավերը։ Շնորհակալ եմ։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, մեր հյուրն էր տնտեսագետ, Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ, պարոն Լևոն Բարխուդարյանը։ Բարին ձեզ։